Հարգելի հայրենակիցներ, մեկ օրում Նիկոլան Հողը երկու, այսպես ասած, ռուսամետ քայլեր ձեռնարկեց։ Մեկը ԱԱՑ մեկուսարանից տնային կալանքի տեղափոխվեց հայտնի բարերար Սամվել Կարապետյանը, ով ընդամենը ասել էր, որ եկեղեցու համար կպայքարի մեր ձևով, եւ Նիկոլը այդ մեր ձևովի մեջ տեսել էր ահաբեկչություն, սպառնալիք, եւ երկրորդը Վարդան Ղուկասյանի դեմ քրեական գործ չի առուցվում այն նրա մտքի համար, որ Հայաստանը պետք է դառնա Ռուսաստան-Բելորուս միութենական պետության անդամ։ Այստեղ էլ Նիկոլը տեսել էր, թե իբր թե Վարդան Ղուկասյանը սպառնում է Հայաստանի ինքնիշխանությանը։ Իրականում սրանք երկուսն էլ շինծու Նիկոլի կողմից ուրեմն պատվիրված քրեական գործեր էին, որոնց միջոցով Նիկոլը փորձում էր հետագայում առուծախի մեջ մտնել Մոսկվայի հետ։ Եվ որքան հասկացա, այդ առուծախի առարկան կամ գցնելու ուրեմն պահը հասունացավ Սանկտ Պետերբուրգյան այցից հետո։ Ենթադրում է, որ Պուտինի հետ կամ մերձ պուտինյան շրջապատից համապատասխանաբար կամ կոշտ խոսակցություն է եղել կամ համապատասխան ձևով Նիկոլին հասկացրել են, որ քո այդ ուրեմն խաղերը արդեն չի անցնում մեզ մոտ, եւ Նիկոլը ըստ իս երկու ուղղություններով է ենթադրաբար աշխատել։ Առաջինը այն է, իմ ենթադրությունն է, որ սա Նիկոլի իմպրովիզացիան է, այսինքն փորձում է եւ Սամվել Կարապետյանի եւ Վարդան Ղուկասյանի դեմ այս քրեական գործերը օգտագործելով եւ հիմա էլ մեկին տնային կալանքի ուղարկելով, մյուսի դեմ էլ քրեական գործ չառուցելով ցույց տալ իր այսպես ասած ռուսամետությունը Պուտինին, եւ երկրորդը այն է, որ ցավոք պետք է արձանագրենք, որ սա էլ կարող է տեղի ունենալ իրականում, այն է, որ Պուտինը կարող է սեպարատ պայմանավորվածություններ ունենալ Նիկոլի հետ եւ ասենք Սամվել Կարապետյանը տնային կալանքի տանելու, իսկ Վարդան Ղուկասյանի դեմ քրեական գործ չհարուցելու պահով Նիկոլին ինչ խոստումներ տալ, այսինքն մտնել առուծախի մեջ սրա հետ։ Հուսանք այս երկրորդ տարբերակը ընդամենը ենթադրություն էլ կմնա, իսկ Նիկոլի փորձերը տեղավորվել Պուտինի հաստ աղիքում որպես ռուսամետ, այդպես էլ կմնան փորձեր, որովհետև ելի եմ կրկնում, ոչ Սամվել Կարապետյանը, ոչ էլ Վարդան Ղուկասյանը իրենց մտքերը արտահայտելով երբևէ որևէ հանցագործություն չեն գործել եւ պաշտոնական Մոսկվան հուսանք, որ ընդհանրապես կարհամարի Նիկոլի այս լավությունը իրենց։